Բանթունյան, նախ անդրադառնանք այսօր էլի կրկին Ադրբեջան տարածքով ցորենի ներկրում է եղել Հայաստան։ Տպավորություն է, որ միայն Հայաստանն է, Հայաստանն է ստանում, որ առևտուր անում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը Հայաստանի հետ չի անում։ Ինչու միակողմանի է դեռևս։ Արդյոք կան օրինակ որոշակի ապրանքատեսակներ, որ Հայաստանով Ադրբեջանով կգնա այլ երկիր։ Ձեր հարցի սկիզբը կասեք։ Ինչու է միակողմանի։ Չէ, սկիզբը ինչ ասացիք։ Ասացիք Ադրբեջանի տարածքով։ Այդ նշանակում է մենք առևտուր ոչ թե Ադրբեջանի հետ ենք անում, այլ ուրիշ երկրի հետ ենք անում Ադրբեջանի տարածքով։ Քանի որ մենք ու Ադրբեջանն ենք սահմանակից, բնականաբար առևտուրը տեղի ունենում այն երկրների միջոցով, որոնց հետ տվյալ երկիրը սահմանակից է։ Այն ժամանակին չկար այդ հնարավորությունը, հիմա կա։ Բենզինն էլ, եթե մեզ առաջարկում են որևէ ապրանք, որը ավելի էժան է եւ գին որակահարաբերակցությամբ մեզ ձեռնտու է, ապա դրա համար էլ բիզնեսը որոշում է գնել այնտեղից, որտեղից ձեռնտու է։ Հարցը հետեւյալն է, ինչու մայքել ինչու հակառակ ուղղությամբ դա էլ կլինի, դա շուկան է թելադրում, եթե կլինեն ապրանքներ, որտեղ այնտեղ պահանջարկ ունենան, իմ կարծիքով մենք շուտով կունենանք առաջին դեպքերը, այդպես պայմանական դեպքերը, դա կառավարությունը չի որոշում ինչ ներմուծվի կամ ինչ արտահանվի, կա փոխադարձ հետաքրքրություն որոշ ապրանքատեսակների գծով, քանի որ ինֆորմացիան շատ չեմ տիրապետում ու չեմ ուզում կանխատեսումներ անել, կթողնենք երևի 1-2 ամիսների ընթացքում նաև կունենանք հակառակ ուղղությամբ տեղաշարժ։ Հայաստանից արտահանում։ Այո։ Ասենք խոսում էր մետաղական կամ ավելի ճիշտ փայլաթիթեղների մասին էր խոսում, որ այնտեղ կարող է պահանջարկ լինել, կարող է սննդամթերքի որոշ տեսակների մասին խոսք գնա, ես դրա մասնագետը չեմ, կամ ավելի ճիշտ կնասել, այդ ինֆորմացիան առայժմ չեմ տիրապետում, բայց էկոնոմիկայի նախարարը կարծեմ վերջերս հարցազրույցի ժամանակ մի քանի կոնկրետ ապրանքախմբերի մասով նշել էր։ Բանթունյան, վերջը ձեզ համար պարզ դարձավ, որ ըստ էության Ադրբեջանում ասացին այդ պրեմիում տեսակի բենզին չկա եւ կամ բուխարական է, կամ ռուսական է։ Ի վերջո ճիշտ եք հասկանում, Ադրբեջանը ներմուծել է ու վաճառել է Հայաստանը, ինչպես կա։ Ոչ, սխալ եք հասկանում, որովհետեւ դրանց պրեմիում տեսակի իրենք բենզին չեն արտադրում եւ իրենք են։ Տեսեք, դուք ինֆորմացիայի մի մասին ծանոթ եք, այն մյուս մասին երևի առիթ չեք ունեցել ծանոթանալու, որովհետեւ իրենց մոտ նավթավերամշակման գործարանը 2025 թվականի ընթացքում վերազինվել է եւ իրանք պրեմիում տեսակի բենզին արտահանել են բավականին մեծ ծավալով նաեւ Վրաստան։ Մինչեւ չէին արտահանում։ Եվ այդ բենզինն են իրենք արտադրել այստեղ։ Այո։ Իմ ունեցած ինֆորմացիայով այո։ Այսինքն որ ասում ենք իրանք ներմուծում են, բայց ինչի են Հայաստան արտահանել, ես էլ ու ասում են որևէ տեղ բենզին չեն արտահանում, անկան Վրաստանից են ներմուծել, ես էլ ասում եմ եթե բացեք վիճակագրությունը իրենց արտահանման ու նայեք կտեսնենք, որ անցած տարվա ընթացքում իրենք ավելի շատ բենզին են արտահանել Վրաստան, քան դեպի Հայաստան։ Կներեք, Բանթունյան, պարզապես Հրանտ Բագրատյանը նախին վարչապետ։ Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում։ Չէ, մի մեկնաբանեք, ես ուղղակի չեմ մեկնաբանում, ցանկություն չունեմ արժան։ Քանակի բենզին չունի Ադրբեջանը, որ Հայաստանի տրամադրի։ Դե ասում չեմ մեկնաբանում Հրանտ Բագրատյանին։ Թե հարց ուղարկի Ադրբեջանի այդ համապատասխան մատակարարին, հարցին թե դուք այդքան բենզին որ չունեք, ոնց եք Հայաստանին բենզին մատակարարում։ Ես չեմ ուզում մեկնաբանել։ Նախին վարչապետը տնտեսագետ, ինչու՞ չեք մեկնաբանում։ Չեմ ուզում մեկնաբանել։ Իմ իրավունքն է, չէ՞ ու մեկնաբանել։ Խնդիր չունեմ, ցանկություն չունեմ ուղղակի։ Կարծում եք չեք կարող իր հետ գիտելիքի առնել։ Իհարկե չեմ կարող, որովհետև ես իմ գիտելիքներով, կենսափորձով ընդհանրապես չեմ կարող հավակնել համեմատել Հրանտ Բագրատյանի հետ։ Եթե հարցեր չկան, ես հարց ունեմ մեկ։ Բանթունյան, կանեք Էլի։ Հա։ Բանթունյան, տեսեք, քանի որ արդեն այս կառավարության աշխատանքը մոտենում է մի քանի ամսից ավարտին եւ այս փուլում արդեն սկսում են ինչ արեց, ինչ չարվեց եւ մի դրվագ է ուսումնասիրում կառավարության 21-26 թվականներին աղքատության հետ կապված խոստում կար, որ պետք է կիսով չափ նվազեցնել, օրինակ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 23 թվականին Հայաստանում աղքատությունը Ներողություն 19 թվականին աղքատությունը եղել է 26.4%,
վերջին տվյալներով վիճակագրական կոմիտեի 21.7% է, այսինքն կրկնակի նվազեցում չի եղել աղքատության, եթե իհարկե 4-5 ամիսների ընթացքում կառավարությունը կրկնակի չնվազեցնի կամ ծայրահեղ աղքատությունը պետք է իսպառ վերացնեիք այս 5-ամյա ծրագրի ընթացքում, բայց 0.6% ծայրահեղ աղքատություն դեռ կա, ինչու խոստումը չի կատարվել, պարոն։ Նախ աղքատության մասով վստահ չեմ, որ այդ ձեր նշած տվյալները համադրելի են, այսինքն միգուցե համադրելի են, բայց ես ինչքան գիտեմ, մեթոդաբանության որոշակի վիճակագրության կոմիտեն երբեմն հրապարակում ազեկույցներ, հետո փոքր տառերով գրում են, որ օրինակ մեթոդաբանության փոփոխության պատճառով այս տվյալները իրար համադրելի չեն, այսինքն դու չես կարող այս թիվը վերցնել ու համեմատել ուղիղ մեկի հետ, բայց համաձայն եմ, որ աղքատության մասով մենք որոշակիորեն շեղվել ենք մեր ծրագրից, նաև ծայրահեղ աղքատության նվազեցման կամ վերացման առումով, չնայած մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, ինչը հիմնականում ծայրահեղ աղքատության վերացման ուղղված քայլ էր, բայց ամեն դեպքում ունենք մի իրավիճակ, երբ որ մենք մեր խոստումները այդ մասերով ցավոք սրտի ոչ ամբողջությամբ ենք կատարել։ Իհարկե պատճառները բազմազան են, կարող ենք այդտեղ նշել թե տարբեր ֆորս մաժորային իրավիճակներ, թե կներեք, իսկ աշխատանքի որակը կարելի է նշել, թե ոչ։ Այդ մեկնաբանության հարցը, օրինակ դուք կնշեք աշխատանքի որակը, դուք նկատի ունեմ, օրինակ ոչ թե անձամբ ձեզ, այլ որոշ լրագրողներ կամ շատ լավ։ Դրա համար, երբ որ մենք այդ խոստումները տվել ենք մեր ընտրողներին, երբ որ կգա նախընտրական հերթական շրջանը, եւ մենք հանդես կգանք մեր հաջորդ 5 տարվա խոստումներով, բնականաբար նաեւ պատասխանելու ենք այն հարցին, թե մեր նախկին խոստումների որ մասն են կատարել, որ մասը չենք կատարել եւ որ մասը չենք կատարել, դրա փոխարեն ինչ ենք կատարել կամ ինչու չենք կատարել, դրա համար այդ հարցերի պատասխանները ավելի մանրամասն եկեք թողենք այդ ժամանակի համար։ Եվ պարոն Թունյան, կներեք, թեման շարունակեմ, եւ հենց պարգևավճարների հետ կապված այն դուք էլ արձանագրեցիք, որ աղքատության մասով ինչ որ խոստացել եք բավարար չափով չեք արել, իհարկե նաեւ նշում եք թե ինչ եք արել, բայց այնուհանդերձ այդ չարացների ֆոնին այդ բազմամիլիոնանոց պարգևավճարները Ուրեմն այդ բազմամիլիոնանոց պարգևավճարները վերաբերվում են ոչ թե մեկ ամսվան, որ տպավորություն է ստեղծում, որ պետական պաշտոնյաները ամսական մի քանի միլիոն դրամ աշխատավարձ են ստանում եւ պատգամավորները, այլ վերաբերվում են կես տարվա կամ մի տարվա, եւ եթե միջին աստում է, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաները ամսական մի քանի 100,000 դրամի հավելագրում են ունեցել։ Սա մեկ։ Երկրորդ, եթե դուք վերցնեք հիմա նույն վիճակագրական կոմիտեի տվյալները, որ մեջ բերում եք, ունայեք միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում ինչքան է մասնավոր հատվածում, կտեսնեք, որ օրինակ ֆինանսական հատվածում միջին աշխատավարձը 900,000 դրամ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում միջին աշխատավարձը 1,200,000 դրամ է։ Այսինքն կան ոլորտներ, որտեղ միջին աշխատավարձերը 700-800,000 դրամից ավելի բարձր են։ Եթե դուք մտածում եք, որ օրինակ պետական պաշտոնյան բարձրաստիճան, որի վրա կա մեծ պատասխանատվություն, ոլորտ է համակարգում եւ այլն, ինքը գոնե մասնավոր հատվածի միջին օղակների համադրելի աշխատավարձ կամ վարձատրություն պիտի չստանա, դա էլ է մոտեցում։ Ուղղակի այդ դեպքում պիտի նկատի ունենանք, որ մենք ունենք պետական համակարգում աշխատելու մոտիվացիայի խնդիր եւ ունենք պետական համակարգում որակել աշխատողներին ներգրավելու խնդիր։ Դուք կներեք հիմա ասեմ, իհարկե այդ ամեն ինչին զուգահեռ նաեւ հիմքում դրվելու է, ինչի մասին նաեւ խոսացել է, ամեն մեկի արածի գնահատման սկզբունքը, այսինքն այնպես չի լինելու, որ միանշանակ բոլորին մշտական ինչ-որ պարգևավճարներ տրվեն։ Եվ հետագայում դա պիտի ավելի ինստիտուցիոնալ տեսքի բերվի, որ պարգևավճարը ուղղակի ժամանակավոր միջոց է։ Կներեք, դուք միայն մասնավոր եւ պետական ոլորտի վարձատրությունն եք համեմատում, թե նաեւ մասնավոր եւ պետական ոլորտի աշխատողների կարողությունները, որովհետեւ մասնավորում միլիոն կես ստացողը լուրջ մասնագետ է։ Ուրեմն, եթե պետական համակարգում փոխնախարարը ստանա 300,000 դրամ աշխատավարձ կամ 400 կամ 500,000 դրամ աշխատավարձ, ինքը իմ կարծիքով հաջորդ օրը մասնավոր հատվածից կստանա առաջարկներ մի քանի անգամ ավել աշխատավարձ ու կտեղափոխվի մասնավոր համակարգ։ Այօնակ դուք, պարոն Թունյան, մասնավորից 1,5 միլիոն, 2 միլիոնի աշխատանքի առաջարկ կստանաք, թե ոչ։ Ինչ իմանամ, որ առաջարկեն, ձեզ կասեմ, առաջարկ ստացել եմ, թե չէ, բայց կառաջարկեն, թե չէ, ես չեմ որոշում։ Կառաջարկեն, կմտածեմ։
Եվ այդքան շատ քննարկված քեշբեք արկա համակարգի բաժանորդների համար ասում են հաշվարկ կար FIP-ում, որ 700-ից մինչև 1500 դրամի կարգի հետ դարձ է լինելու, վերադարձ անելու, որովհետև մի շարք բաներ դուրս է գալիս կոմունալ վճարները եւ այլ տեղերում վճարումները չեն հաշվարկելու, այսինքն այդքան կոմունալ վճարները պարտադիր ֆինանսական պարտավորությունների կատարումը նաև չի ունենալու քեշբեք քեշբեքի հիմնական նպատակը, եթե 2% քեշբեքը նկատի ունեք, առևտրից կներեք, ասեմ, ուրիշ բանի մասին է խոսքը, նա միջնորդավճարի մասն է, դրան նկատառանը։ Քեշբեքի այդ 2%-ի նպատակը հիմնական նպատակներից մեկը նա թափանցիկության ավելացումն ու ստվերի կրճատումն է, այսինքն եթե քաղաքացին առևտուր անում սուպերմարկետից կամ խանութից եւ քարտով առևտուր անում, ապա այդ նշանակում է, որ այդ առևտուրը գրանցված է, տեսանելի է, դրա համար հարկեր են վճարվում։ Այդ վճարված հարկերը արդեն պետական բյուջեի հնարավորություններն են ավելացնում։ Կոմունալ ծառայությունների դեպքում մենք նման ստվերի խնդիր չունենք, կամ ասենք ֆինանսական գործարքների մասին դեպքում նման խնդիր չունենք եւ այդ առումով այդ նպատակը դրանց մեջից բացառվել է, այսինքն հա մաքուր ամբողջ առևտրի 2%-ը նշանակում որ այնտեղ ավելի քիչ կլինի, որտեղ ամբողջ փողը չի գնում միայն մանրածախ առևտրի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, դա վերաբերվում է բանկային քարտերով կատարվող առևտրի միջնորդավճարներին, որ եթե օրինակ դուք քարտով առևտուր եք անում, ապա բանկը այդ առևտրի կետից այդ առևտրի համար գանձում է լրացուցիչ, ասենք 1, 2, 3% կախված քարտի տեսակից, ու դա փաստացի հատկապես փոքր բիզնեսի համար լրացուցիչ ծախս էր։ Հիմա որոշում կայացվել, որպեսզի այդ միջնորդավճարները գրեթե կիսով չափ կրճատվեն եւ այդ բեռը, որը որ տնտեսվարողը կրում էր, կիսով չափ կկրճատվի։ Իսկ դրա արդյունքում 2 միլիարդ դրամ վնասը, որը որ գեներացվում է, բանկային համակարգը վերցրել է իր վրա, կարծում եմ, որ իրենց ունեցած շահույթը նախորդ տարվա ու նախորդ տարիների թույլ կտա իրենց, որ օրինակ նայում ես Արշին բանկի հաշվետվությունները, տեսնում ես տասնապատիկ միլիոններով բանկերավճարներ իրենց շահույթը իրանց թույլ կտա վերցնել ու ծածկել այդ վնասը, բնականաբար իրենք պարտավոր չեն դա անել, բայց ամեն դեպքում շնորհակալ են գործընկերային մոտեցման։ Բայց չեմ կարծում, որ բանկերի այդ միջնորդավճարների համար շատ բաներ են, տոկոսներ են սահմանել, նաև անհատ քաղաքացի բաժանումներ։ Նարեկ ջան, այդտեղ իրականում ամեն մեկս կարող է այդ հարցում տարբեր կարծիք ունենալ, ես կարող եմ կարծիք ունենալ, որ օրինակ կենտրոնական բանկի կամ բանկային համակարգի մեր գործընկերները դրա հետ համաձայն չլինեն։ Ուղղակի մենք գալիս ենք այն կանխավարկածից, որ Հայաստանում կա բանկերի բավականին մեծ թիվ, կա մրցակցություն եւ այդ մրցակցությունը պիտի ստիպեր, եթե ինչ-որ չհիմնավորված բարձր սակագներ լինեին, այդ սակագները իշտեին այդ մրցակցության արդյունքում։ Բայց նաև ուզում ասել, որ առաջիկայում մենք ունենալու ենք բանկային համակարգի հարկման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն։ Այդ մասին ավելի մանրամասն որ ներկայացվի խոսենք։